Հունիսին Սևանի Վազգենյան դպրանոցում քննական շրջան է։ Ավարտական քննություններ են հանձնում 4-րդ և 6-րդ լսարանների բակալավրիատի և մագիստրատուրայի սաները։ Տղաների համար սա լարված, պատասխանատու և որոշիչ պահ է։ 4-րդ լսարանի սաները նախապատրաստական կարճ ընթացքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանում 5 առարկայից պետական քննություններ են հանձնելու, որպեսզի փոխադրվեն մագիստրատուրա։ Փոխադրվելու դեպքում ևս 2 տարի անցկացնելու են Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Մայրաթոռի ննջարանային մասնաշենքի վերանորոգությամբ պայմանավորված ճեմարանի 5-րդ և 6-րդ լսարանի սաներն ու դասախոսական կազմը 2022-23 ուսումնական տարվանից սկսած դասերն անցկացնում են Վազգենյան դպրանոցի հարկի տակ։ Ժամանակավոր տեղափոխությունը տեխնիկական անհրաժեշտությամբ է պայմանավորված եղել։ 4-րդ լսարանը հանձնում է 5 որակավորման քննություն բակալավրիատի, իսկ 6-րդ լսարանը կախված իրենց հոսքից յուրաքանչյուր հոսք հանձնում է իր քննությունը եւ այսօր բոլորը միասին հանձնեցին ընդհանուր հովագիտությունը։ Այս քննությունները իրենց մեջ ներառում են մի քանի առարկաների հարցեր։ Քննական առարկաները վերաբերում են հովվական աստվածաբանության, Սուրբ գրքի և մեկնողական գրականության իմացությանը։ Հանձնաժողովը գնահատում է ոչ միայն սաների տեսական գիտելիքներն, այլև վերլուծելու ու տրամաբանելու կարողությունները։ Խնդիրը միայն իմացությունը չէ, գիտելիքը չէ, դա պետք է նաև ներքին ապրում դառնա եւ քանի որ իրենք խոսեցին քարոզչի կերպարի մասին, հովի կերպարի մասին, որովհետեւ նաև հետագայում այդ ծառայություն են ստանձնելու, իրենց հորդորեցինք, որպեսզի իրենք նաև ներապրում ունենան, որովհետև միայն պատրաստված քարոզը թեկուզ ինչքան էլ կատարյալ լինի, եթե մարդու ներքինից չբխեց, ներապրում չդարձավ, հավատացյալների վրա չի կարող ազդեցություն գործել, եւ հուսով ենք, որ տղաները այդ խորհուրդներն էլ նաև կընդունեն եւ իրենց գիտելիքները իրենց մեջ ամբարած կշարունակեն իրենց ծառայությունը մեր ժողովրդին հայ առաքելական սուրբ եկեղեցուն։ Յուրաքանչյուր քննություն ինձ համար ինքնակնահատական է։ Վերջին հաշվով մենք ինքներս մեզ ենք տեսնում այսօրվա այս համալրված աշխատանքի մեջ։ Ինչ որ ամբողջ մի դարի դվեցինք, այսօր տայ էինք քաղում։ Իմ փարսակույն քննադատականս կուզենայի հայտնել այս լսարանի 2 հոսքերի մասնագետներին, 2 հոսքար, որոնք լավագույնս պատրաստվել էին այսօրվա քննության, եւ սա ոչ միայն բահվա քննություններ, այլ ամբողջ դարին ինչ որ ստացել էին լավագույնս ներկայացնելու հնարավորություն այսօր ունեցան եւ շատ գեղեցիկ ձևով։ Լավ քարոզիչներ կունենանք, վստահեցնում է կիրառական մեկնություն եւ քրիստոնեական բարոյագիտություն դասավանդող Արշավիր Գաբուջյանը։ 6-րդ լսարանի շրջանավարտները շուտով լքելու են սիրելի դարձած կրթական հաստատությունը։ Նրանց սպասվում է կյանքի նոր փուլ, նոր ծառայության վայրում, նոր միջավայրում եւ նոր պատասխանատվությունների շրջանակում։ Տղաները հակասական զգացողություններ ունեն։ Ուրախ են ուսումնառությունն ավարտելու ու ծառայության անցնելու հնարավորության համար, միաժամանակ ասում են դժվար է բաժանվել այն կրթօջախից, որը տարիներ շարունակ ընտանիքի պես է եղել։ Ճեմարանը կարելի ասել մեզ համար կյանքի դպրոց է, մի հատված էր, որտեղ մենք իրոք սովորեցինք, թե ինչպես պետք է լինի հայ հոգևորականը։ Այո, սա դեռ առաջին փուլն էր, շատ ժամանակ մեզ պետք է դեռ կայանալու համար որպես օցիալ հոգևորական, բայց այն ինչ որ տվել է մեզ ճեմարանը, մեր ամբողջ կյանքի համար անբացատրելի եւ աննկարագրելի մի դպրոց է, որտեղ կրթվում ես թե որպես հոգևորական, թե որպես աստվածաբանական եւ ամենակարևորը թե որպես մարդ։ Տղաներն այստեղ ոչ միայն միասին սովորում եւ աղոթում են, այլև կիսում առօրյան, փորձառություններն ու հոգևոր ճանապարհը։ Ուսման նկատմամբ ցուցաբերվող բծախնդրությունից զատ նույնքան կարևոր է սաների ներքին կարգապահությունը, միմյանց հանդեպ ուշադրությունն ու հոգատարությունը։ 20 թվականից այստեղ եմ սովորում ու այս 6 տարիների ընթացքում իմ հիշողության մեջ ամենաշատը գամված կմնան իմ այստեղ ձեռք բերած ընկերների հետ անցկացրած ժամանակը ու բնականաբար այն փորձառությունն ու կրթությունը, որ ստացել եմ, դրանք իմ համար նույնպես լավ հիշողություն են, որովհետև գիտելիքը եւ համակեցական կյանքը այստեղ իմ համար լավագույն հիշողությունները կդառնան։ Տխուր եմ, որ 6 տարվա ուսումնառությունս ավարտվեց, բայց ուրախ եմ, որ մի նոր կյանքի սկիզբ է, արդեն Էջմիածնում միաբանական կյանքի անդամ ենք դառնալու, հուզված եմ եւ սպասում եմ նաեւ այդ կյանքին։
6 լսարաններում 67 ուսանող կա, որոնցից 11-ն այս տարի ավարտում է հոգևոր հաստատությունը։ Քննությունները բարեհաջող հանձնելու դեպքում նրանք կմիանան Մայրաթորի սարկավագած դասին։ Իրենց ծառայությունը կշարունակեն իրականացնել արդեն Մայրաթորի տարբեր թեմերում եւ եկեղեցապատկան կառույցներում։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։